Ներկայացեք։ Իսկ ասապայի տնօրեն պատվական իրեն։ Նախ առաջին հարցն է, որ ինչպես եք վերաբերում այս գների թանկացմանը տրանսպորտի։ Գների թանկացումը դա անհրաժեշտություն է, ճիշտ է։ Ամեն լումա ավելացնելը թանկացումները մեր ժողովրդի վրա ազդում է, բայց այլ տարբերակ չգտնելով դիմեցինք համապատասխան մարմիններին գները վերանայելու համար։ Այլապես անհնար էր աշխատել։ Տարբերակ չգտնելով, ելք չգտնելով դիմեցինք համապատասխան տեղեր եւ ավելացրեցինք ուղևորցը։ Եվ իսկ կա ինչ-որ միջին ինչ-որ տարբերակ, որը որ նաեւ հարմար լինի ուղևորին, ինչ-որ ընդհանուր ինչ-որ հայտարար։ Կան ուղևորներ, որ անվճար են երթևեկում, ունենալով իրենց համապատասխան քարտերը ցույց տալով ավտոբուսներից օգտվում են անվճար։ Իսկն չէր կարող որոշել 150-ից, ասենք ոչ 100, ոչ 150, միջին ինչ-որ գին սահմանվեց։ 150-ը պարտադիր է։ 130։ Մենք ճիշտ ասած մեր տարբերակների մեջ առաջարկել ենք մինչև 200 դրամ, որովհետև 150 դրամը դա բերում է մինիմալ այն եզրակետին, որ մինիմալ կարողանանք աշխատել։ Իսկն 150-ը պարտադիր էր։ Այսինքն մինիմալ գոնե 150 դրամ թանկացման դեպքում կարողանանք թե ներկրում անենք, նոր մեքենաների փոփոխություն անենք, մաշվածությունը վերականգնենք, ավտոպարիստամասեր ձեռք բերենք, աշխատավարձ ավելացնենք եւ այլ։ Դրա համար մինիմալ գինը հաշվեցինք 150 դրամ։ Մի հարց եւս, որ եթե բարձրացավ մարդիկ օրինակ հույս ունեն, որ այդ պրոբկա վիճակը կվերանար երթուղիներում, հնարավոր է հետագայում գազել տիպի միկրոավտոբուսները երևի մոտ ապագայում դա միանգամից չէին կարա հենց վաղվանից փոխեին գազել տիպի միկրոավտոբուսները ավտոբուսներով, բայց դրա նպատակը կա, բոլորն էլ ցանկանում են գազել տիպի միկրոավտոբուսը փոխարինել ավտոբուսով։ Կլինի դա գազով աշխատող, կլինի դա դիզվառելիքով աշխատող, կախված էր շահույթից, տնտեսվարող սուբյեկտի շահույթից, ինչ շահույթ են ստանում, դրա համար առաջարկելով 150 դրամը կբերենք, նաև կփոխենք նոր ավտոբուսներ կներկրենք, գազելները կփոխենք։ Իսկ խնդիրը կլուծվի այդ տարբերակով։ Գերբեռնված աշխատանքը թեթևանա, չի լինի գերբեռնված աշխատանք ավտոբուսի մեջ միանշանակ, մեծ քանակությամբ ուղևոր կտեղափոխենք, ու բարելավ է Երևան քաղաքի վիճակը։ Ունեք ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը ակտիվիստների վերաբերյալ, ինչպես է գնահատում։ Մի խումբ երիտասարդներ նրանք էլ են մեր քաղաքացիները։ Ակցիան ես հասկանում եմ ակցիան 18-19 տարեկան, բայց 6-րդ դասարանի երեխաները դուրս են եկել պաստառներով մեքենաների դիմաց, դիմապակիներին պաստառներ կպցնելով։ Այսօր նկարում ունենք վարորդների հանրավարտիքը պոկելով, չգիտեմ, հորդորելով մի աշխատի, չէ՞ որ նա ընտանիք է պահում, չէ՞ որ նա եթե վարորդը չաշխատեց մեր հասարակությունը ոնց աշխատանքի գնա եւ այլ հորդորում են ավելի վատ վիճակի են բերում Երևան քաղաքը, դրա համար չգիտեմ, նաեւ կուզենայի կոչ անել ծնողներին զերծ պահեն իրանց երեխաներին նման իրավիճակներից, որովհետեւ վարորդը նյարդայնանալով կարող է ուղևոր տեղափոխելուց, չգիտեմ, հավասարակշռությունից ընկնելով վթարի ենթարկվել։ Դրա պատասխանը մենք ենք տալու։ Վարորդ այսպես արա, վարորդ այնպես արա, վարորդի ուշադրությունը միայն ճանապարհն է եւ ուղևորները։ Իսկ երիտասարդները թռնելով մեքենաների դեմ կանգնեցնելով պաստառներ կպցնելով շեղում են վարորդի ուշադրությունը։ Մենք նման դիմումներ ընդունել ենք վարորդներից, որոնք եկել են դիմել են ձեռնարկիկ համապատասխան միջոցներ նման երեխաներին զերծ պահեք ավտոմեքենաների դիմաց թռնելուց։ Չգիտեմ։ Իսկ ձեր կարծիքով չեմ համարում, որ նման ակցիան ճիշտ է։ Իսկ ձեր կարծիքով կընդունվի 150-ը վերջապես թե ոչ մարդկանց կողմից այս ամենը տեսնելով։ Դա այնպեսի հարց է, եթե հացը դարավ 20 դրամ թանկացավ, իմ կողմից ընդունվել, չընդունվել է, ես միանշանակ գնում եմ։ Դա ժողովրդի կողմից ամեն լումա ավելացնելը չի ընդունվում։ Ժողովուրդը չի ցանկանում մի լումա ավելացնել։ Իսկ եթե այլ տարբերակ չունենք, ինչ անենք։ Իսկ եթե չընդունվի ձեր
քայլ է, օրինակ շատ։ Եթե չընդունվի, մեր վիճակը շատ ծանր է, անհնար կլինի աշխատելու։ Այսինքն մենք ներկայացնում ենք, որ լուծարման եզրին ենք, չենք կարողանում աշխատել։ Եթե չընդունվեց, այսինքն բարդ, հետո ինչ անենք մենք։ Լավ, շատ լավ։